Աննա Հակոբյանը իրեն ու իրենց քննադատողներին որոշել է պատասխանել ոչիլ, էշ, տխմար բառերով։ Ինչ կարծիք ունեք, նորմալ է ձեր համար։ Կլինի չպատասխանեմ այդ հարցին։ Շատ կոպիտ կլինի, չեմ ուզում։ Պատասխանը շատ կոպիտ կլինի, չեմ ուզում այդքան իջնեմ։ Ինքն է պատասխանում, դե իհարկե չի կարելի։ Իհարկե չի կարելի։ Ոնց կարելի է նման արտահայտություն անել, ես չեմ հասկանում։ Ոչիլ, տխմար։ Շատ վատ բառեր է ու ոչ սազական իրեն, անմիջապես իրեն։ Անդադ խոսում է կրթությունից, սա կրթության բաղադրիչներից է ձեզ։ Դա կիրթ մարդու արտահայտություն չի։ Դե ամեն մարդը պատասխան տա իր ասածների ու չասածների համար, ավել բան չեմ կար ասեմ։ Բառեր չունեմ ասելու։ Իրոք ես ամաչում եմ արդեն իրանից, որ ես հայ ազգ եմ ներկայացնում։ Անկեղծությամբ չգիտեմ, բառեր չեմ գտնում պարզապես ասելու։ Եթե ինքը որոշել է, որ կրթի մեզ, եթե պետք է այդ բառերով կրթի, ուրեմն ինքը չարաչար սխալվում է։ Ավելի լավ կանեն ինքնամուսին է դուրս գան Հայաստանից, քան թե վերջները լավ չի լինելու, համենայն դեպս ես այդպես եմ կարծում։ Դա վերինաշանի աննորմալություն է, բլեջ։ Վերինաշանի ղեկավար մարդու առաջին տիկինը, նա ինչ իրավունք ունի այդպիսի արտահայտություն անի իր հասարակության նկատմամբ։ Դա վերինաշանի աննորմալ ոնց որ ամուսինն է վարչապետը, որ իրեն ոչ վայել ձևով գնում է Ռուսաստան, մի հատ կեպկայա դնում, ներկայանում, նույն էկինն է անում, զարմանալի ոչինչ չկա։ Ինչ ասես ասում են, ինչ ասես, էլ Ղրերյանն է, էլ չեմ ուզում ուղղակի ես էլ բարձրաձայն եմ, այո, չի կարելի, չէ, ինչ կապ ունի մարդուն, եթե անգամ անցյալից տեղյակ եք, ես չեմ էլ կարծում, որ անցյալը կեղտոտ է եղել, եթե անգամ անցյալից տեղյակ եք, ինչ պարտադիր է դուք մասա, այստեղ մի հատ մարդ ճարեք, որ անցյալ չունի։ Էշն է, էշին համարում էշ, էլի, սենց ասեն, ցավը տանեն, հա էլի։ Եվ որ չեն տեսել, մի անգամից տեսան, ես որ չտեսան ճակտից կախ, ընկած պատից կախ, հիմա իրանցն է, էլի։ Ժողովրդի մասին մտածում էին առաջ, հիմա չեն մտածում, ընդհանրապես։ Սաղ կդրում են, սաղ բարձրացնում են, գոնե ռոճիկ բարձրացնել են, տրանսպորտը բարձրացրել են, չէ։ Իրա ոճի մեջ է։ Զարմացած չի։ Չէ, իրա ոճի մեջ է։ Բայց հանդուրժելի է ձեր համար։ Իհարկե ոչ։ Ինքը առաջի տիկնոջ դերում չի, չգիտեմ ում դերում է, այսքան արևս։ Ասում է ընտանեկան միջավայրում էի մինչև այդ այսպես խոսում հիմա, որոշել եմ հանրային կերպով բոլորին պատասխանել, օրինակ ոչի։ Խոսքեր էլ չունեմ, էլ չգիտեմ ինչ ասեմ, ամոթ է, ուղղակի ամոթ է դաժե, որ մենք խոսում ենք առաջի տիկնոջ մասին, թեպետ առաջի տիկին էլ չի։ Իմարև քաշի ես խառում չունի ցավոտ տանիմ։ Ես խառում չում ոչ մեկի հետ։ Չէ, շատ սխալ է, իհարկե շատ սխալ է։ Մենք հիմա որ նայենք որպես առաջի տիկիններ, այսինքն արտասահմանում, այսինքն Մակրոնի տիկինը կամ այնտեղ թեկուզ Տրամպի կինը, իրանք իրեն զուսպ են պահում, ոչ ոք իրեն այդպես չի ներկայացնում, ինչքան էլ որ կողքից խոսում են իրանք վсё, ասեցին, խոսացին, վсё, թեման փակվում է, իրանք ոչ մի բան չեն արձագանքում։ Եվ ինձ թվում է պետք է ինքն էլ այդպես իրեն պահի։ Ինքը պետք է ինքը օրինակ ծառայի թեկուզ ուրիշների համար, որ լավ, լեյձի ես, քեզ լեյձի պես պահ այդքան բան։ Աննա Հակոբյանին լեյձի չեք համարում։ Դե ասում եմ, եթե ուզում ես լեդի լինել, եթե չեք համարում։ Չեմ ասի, ոչ, լեյձից ինքը դեռ հեռու շատ, որտեղ լեյձի համար հատուկ ինչ-որ ընդեղ էթիկայի դասեր են անցնում, կրթվելն է պետք, ներքին կուլտուրա, կարդալ է պետք, զարգանալ է պետք, ոչ թե մենակ դա, այ նաև քեզ պահելա ձևը, ինչ ասեմ, բաներում, միջոցառումներում փակ թևերով հագնել շորերը, զգեստերը պետք է որպես լեյձի փակ թևերով հագնես, որտեղ պրոտոկոլ կա, ըստ պրոտոկոլի պետք է փակ, համեստ կլասիկ շորեր հագնես, ոչ թե ինչ-որ ընդեղ, դա արդեն ուրիշ միջավայր է։ Ես արհամարում եմ իրեն։ Ուղղակի բառ չունեմ ասելու, արհամարում եմ, որովհետև մակարդակ չունի։ Ուրիշ բան չեմ ասում։ Ինչու համար է բայց հենց այդպիսի բառեր որոշում։ Որովհետև ինքը կրթություն չունի, մակարդակ չունի, չգիտեմ։ Ինչի համար է հենց այդ բառերը ընտրում օրինակ քննադատողների հասցում։ Իսկ որևէ adekvat պատասխան, որևէ բանի ժամանակ լսել եք դուք։
որևէ երևույթի հանդեպ որևէ adekvat պատասխան։ Ես որ չեմ լսել։ Ես իգուպես քրիստոնյա սիրում եմ մարդկանց, ուղղակի Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում, ես մտնում Հայաստանի մասին, պետք է ձևավորվի կուլտուրան, էթիկան, քաղաքակրթությունն է։ Եթե չկա կուլտուրա, էթիկա, բնական է կլինի պատերազմներ, կլինի չարախոսություններ եւ այլն։ Առաջի տիկինն է, բայց նման բառերը ձեր համար ընդունելի են։ Ինչի առաջի տիկնոջը կարելի է ամեն ինչ ասել, բացարձակ ինտերնետով մի հատ մարդա ինչ բառ ասես, ինչ քֆուր ասես, ասում է եւ աղջկան, եւ տիկնոջը, եւ տղին, եւ առաջի տիկնոջ կարելի է այդքան ասել, առաջի տիկինը պետք է այդ ինչքան համբերատար լինի, որ ես 7 տարի ինչ ասես ասում են։ Ինչ ասես ասում են ու ոչինչ չասի։ Հələ շատ քիչ է ասել, որ ուզում եք իմանալ։ Օրինակ Էդգար Ղազարյանը քննադատել էր իրեն եւ նա պատասխան ստատուսով ասում էր, որ այ էր եւ շարունակում էր վիրավորան։ Դե քաղաքապետը որ յուղացիներին ասի համբալներն իրանց օպելներով կգան քաղաքապետի հայրը խծանում առաջանում նույնն էլ անում են իրանք։ Այդ բոլորը ծրագրավորված իրանց կողմից ամեն ինչը ավելորդ խոսք իրենք չեն ասում։ Ձեզ չի զարմացնում այսը։ Ոչ չեմ զարմանում, որտեղ ես իրենց ճանաչում եմ շատ լավ։ Այսքան տարիների ընթացքում մենք ճանաչեցինք։ Ով է վարչապետը, ով է կինը, ով է ժողովուրդը մի քիչ շատ է խեղճ։ Չի կարելի այսքան համբերել, հասկանում եք։ Համբերություն լավ բան է, բայց չափ սահման։ Նման բառերով ինչու է սկսել դիմել, որտեղ ասում է սրանից հետո այդպես են պատասխանելու։ Ով։ Աննա Հակոբյանն ասում է սրանից հետո այդպիսի բառերով եմ։ Արա դրա համար էլ տենց է պատասխանում էլի։ Թո սաղը լսեն։ Թո ինքն էլ լսի, թե իր Փաշինյանն էլ հետը լսի։ Էլ բան չունեմ ասել իրանք։ Ապրեն իրանք, մալադեց, հասան իրանք նպատակին ու վերջ։